հայ ինքնության, այդ ինքնության գնահատականի, պատմական հիշողության եւ դրա անկալման վրա ազդելու մասին տաղավարում զրուցելու եմ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Գևորգ Պողոսյանի հետ։ Բարի երեկո, պարոն Պողոսյան։ Բարի երեկո։ Պարոն Պողոսյան, ինչ ենք հասկանում հայի ինքնություն ասելով։ Ինչի մասին է այդ ինքնությունը։ Գիտեք, իհարկե լավ հարց եք տալիս, բայց դա մեր պապերից եկած դարեր շարունակ ամեն ազգ իր ինքնությունն է պահպանում։ Հայերը առավել ևս, որովհետև մենք մի շարք առավելություններ ունենք, հիմա բոլորը չեմ թվարկի, իհարկե պարզ ասեմ, կան երկրներ, ազգեր, որոնք իրենց լեզուն չունեն, խոսում են իսպաներեն, չգիտեմ, ֆրանսերեն, անգլերեն, հայերը ունեն իրենց լեզուն, իրենց այբուբենը, իրենց մշակույթը, իրենց պատմությունը, ամենակարևորը իրենց կրոնը, որը քրիստոնեական կրոն է, բայց միևնույնն է, միայն հայերինն է։ Այսինքն մեր ինքնությունը այնքան հարուստ է, թե պատմականորեն, թե դարերով ձևավորված եկել է, որ այսօր մենք որ տեսնում ենք այդ ճգնաժամի ինքնությունը, մենք շատ վատ ենք մեզ զգում, որովհետև տեսեք, լավ հարց տվեցիք ինքնություն ասելով ինչ ենք հասկանում։ Հասկանում ենք նախ եւ առաջ մեր կրոնը, պատմությունը, լեզուն, մշակույթը, հայերի իրենց ամբողջ այդ խառնվածքը, որ եկել հասել է միջև մեզ մեր պապերից։ Հիմա այսօր երբ որ մենք հետազոտություններ ենք անում, տեսնում ենք, որ բավականին շեղվում ենք այդ մեր ինքնությունից, ոնց որ ասում են, նահանջում ենք ճգնաժամի մեջ, ինչու, որովհետև այդ ինքնությունը նաև փորձում են կոտրել։ Ասելով, որ դե հիմա ինչ պարտադիր է լեզուն իմանալ կամ պատմությունը, եթե մենք այսօր միայն այսօրվա Հայաստանում ենք ապրում, ինչ կարևոր է ամենտեղ շեշտենք, որ մենք առաջի քրիստոնյա պետությունն ենք եղել։ Այդքսես ամենը վերում է նրան, որ քայքայել, քանդել, կոտրել։ Դրա համար մեր խնդիրն է այդ պահպանել։ Ամեն ինչ անել, որ այդ հարուստ, շատ ինքնատիպ ու եզակի աշխարհով մեկ ինքնությունը, որ այնպեսի նա պահպանվի։ Այսօր ես նայում եմ հետազոտություններ կան միջազգային, որոնք նվիրված են, ասենք, երկրի տարբեր ինդեքսներով չափումների։ Օրինակի համար հայերի մտավոր ուժը IQ կոչեցյալը առաջ տասնյակի մեջ է աշխարհում։ Սա ասենք չինացիների, չգիտեմ, Սինգապուր, Ռուսաստան, Պակիստան, Իրան դրանց կողքին էլի խոշոր երկրների մեջ է։ Հայերի ինքնությունը ինքնին արժեք է, այսպես ասեմ։ Եվ ամեն ինչ պետք է անել, որ այդ ինքնությունը չփոշյանա, չկորի, չտարալուծվի էլի։ Սա խնդիր է, շատ կարևոր լուրջ խնդիր է այսօր։ Վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունները ազդել են մեր ինքնագնահատականի վրա, երբեմնի հաղթած ու այդ հաղթանակով դաստիարակված ժողովուրդը մի օր կանգնում է փաստի առջև, որ կորցրել է ամենակարևոր ու ամենաարժեքավոր բաները։ Սա ինչպես է ազդել հայ մարդու ինքնության գնահատականի վրա։ Ես ասեմ, ինքնության գնահատականի վրա շատ քիչ է ազդել, դա պետք չի վերագրել անմիջապես ինքնությանը, բայց ինքնազգացողության վրա, սոցիալական ինքնազգացողության վրա իհարկե շատ է ազդել, որովհետև մենք տեսնում ենք բավականին տարածված դեպրեսիվ իրավիճակներ, հանրության մոտ, ասենք, пассив ինչ-որ մոտեցում տարբեր հարցերին, սա են հանրությունը այն ժողովուրդն է, որ 80-ականի վերջին 90-ականների սկզբում եւ հեղափոխություն արեց եւ Ղարաբաղյան պատերազմում հաղթանակ եց, այսինքն մեծ ներուժ ունեցող ազգաբնակչություն է, բայց այսօր ճիշտ է, ինչ որ կրկին այստեղ էլ ճգնաժամ կա, որ ավելի շատ ես ասեմ, սա ոչ թե ասենք ինքնությանն է խփել, այլ այն պատկերացումներին, զգացումներին, որ մենք ունեինք, որ մենք կարող ենք նվաճումներ ունենանք, մենք կարող ենք հաղթանակներ ունենանք, մենք կարող ենք մեզանով հպարտանալ, վերջապես որպես կայացած պետություն կառուցող եւ կայացած ազգ։ Սա վնասվել է, բայց դա ես համոզված եմ, որ դա ժամանակավոր երևույթ է, որովհետեւ լինում են պարտություններ, եւ են հաղթանակներ, դա չպետք է այդքան խորը ազդի էլի մարդկանց վրա։ Իսկ այդ պարտությունից ինչպես սթափվել, որովհետև հիմա կարծես նույնիսկ այդ մարդկանց մոտ, որոնք որ անհանգստացած են տեղի ունեցած, նրանք էմոցիոնալ առումով հյուծված են, նրանք չեն կարողանում այլևս իրադարձություններին համարժեք արձագանքել։ Այս этаպը ինչպես է պետք հաղթահարել։ Ճիշտ եք ասում, դա իրոք շատ կարևոր գործ է եւ այստեղ եւ իշխանությունները եւ հասարակությունը եւ ազգային էլիտան ընտրանին անելիք ունի, շատ մեծ իհարկե։ Եվ դա էր երևի թե
դրդապատճառներից մեկը, որ մենք որոշեցինք հայոց տուն հիմնել, չնայած գաղափարը հնուց է գալիս է Շահամիրյանի որոգայթ փառածից, որը Մադրասում Հնդկաստանում գրել էր այդ առաջի փաստորեն կոնստիտուցիաներ, սահմանադրություններ հայերի, չնայած պետություն չկար, բայց սահմանադրությունը գրվել էր։ Գաղափարը հետևյալն է, որ հայոց տունը պետք է հավաքի, միավորի այն ունակ, այն զարգացած, այն մարդիկ, որոնք իրենց ասպարեզում հասել են որոշակի հաջողությունների եւ մարդիկ, որոնք ասենք չեն ձգտում իշխանության, նրանց նպատակը իշխելը չի, այլ պատասխանատու մտահոգ հայերի Սփյուռքից, Հայաստանից, կարևոր չի որ միայն Հայաստանի, Արցախից, որտեղից որ լինեն, մարդիկ, որոնք պատրաստ են օգնել, պատրաստ են հասարակությունը հանել այս ճգնաժամային վիճակից եւ պատրաստ են նաեւ օգնել իշխանություններին, եթե դրանք այդպիսի, ասենք, նպատակ ունեն, ուժեղացնել Հայաստանը, ամրապնդել պետականությունը եւ առողջացնել, ապաքինել հասարակությանը։ Սրանք ամենակարևոր խնդիրներն են այսօր։ Պարոն Պողոսյան, դուք վերջերս ներկայացրել եք հետազոտություն, որի գլուխներից մեկը վերաբերվում է պատմական հիշողությանն ու դրա ընկալմանը։ Առջևում հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է, բայց պետական մակարդակով ոչինչ չի արվում։ Ինչ է կարծում, սա մեր պատմական հիշողության ու դրա ընկալման վրա ազդելու միջոց է։ Իհարկե ազդելու միջոց է։ Հետազոտությունը իմջորից եզակի ուսումնասիրություններ մեր բախտը բերից, որ ստացվեց դա անել, պետության գիտական կոմիտեն այդ մեծ ծրագիրը ֆինանսավորեց եւ ասեմ ձեզ, որ երևի թե առաջի անգամ այսքան ծավալուն ուսումնասիրություն մենք արեցինք, մեզ երկու բան էր հետաքրքրում։ Նախ պատմական հիշողությունից սոցիալական հիշողության մեջ այսօրվա հայության ինչ է մնացել, ինչպես են իրենք պատկերացնում պատմական անցյալը եւ դա ինչ կապ ունի, ինչպես է ձևավորում այսօրվա ինքնությունը, ազգային ինքնությունը։ Շատ չխորանամ, որտեղ լուրջ ուսումնասիրություն էր, անդրադառնամ ձեր հարցին, այնտեղ իհարկե ցեղասպանությունը մեր այդ առանցքային պատկերացումներից է, կոդերից է հայության, ինչպես քրիստոնեությունը, ցեղասպանությունը, մշակույթը, լեզուն, չէ, արվեստը, մեր գիտությունը։ Եվ եթե դա հարվածի տակ է դրում, անշուշտ դա ազդում է, բայց հիշենք սովետական միությանը 70 տարիները, երբ ցեղասպանության մասին այդքան չէր խոսվում, բայց կարծես թե 65 թվականին ասենց վերել կապրեց, ազգը ստեղծեց այդ հուշարձանը եւ այդ օրվանից մինչեւ այսօր շարունակում ենք այդ հուշարձանի իմաստը իհարկե շատ սիմվոլիկ է, այդտեղ համարում է որ կորուստի հուշարձանը մեր ցեղասպանության, բայց դա նաեւ այն ուժն է, որ մարդկանց մեջ միավորում է եւ հայերին Սփյուռքից բազմաթիվ մարդիկ են գալի, դա միավորող կոդերից է հայկական, դրանից հրաժարվել ես կարծում եմ հնարավոր չի, ինչքան էլ որ դրսից ճնշեն իշխանություններին, ինչքան որ իշխանությունները ստիպված կամ իրենց ուժեղ կամքով փորձեն մոռացության տալ, կան հիմնական խորքային արմատական կոդեր ազգային ինքնության, որոնք հնարավոր չի վերացնել, ինչ որ ժամանակով կարող ասենց մեղմացնեն, մի քիչ տարալուծեն, բայց միևնույնն է վերադառնալու է, անպայման։ Պարոն Պողոսյան, ո՞րն է ստեղծված վիճակի լուծումը, ինչպես պիտի կարողանանք ոտքի կանգնել ու առաջ գնալ։ Դա մեր ներուժի միավորումն է, ուրիշ այստեղ տարբերակ չկա, ամբողջ ազգային Սփյուռք, Հայաստան, Արցախ, ամբողջ այդ ներուժի կարող ուժերի ձևավորված կայուն արդեն մարդիկ, ովքեր իրենց ասպարեզում շատ մեծ բաների էին ասել, իրենց միավորումն է, որովհետև այստեղ պետք է մի համահավաք ընտրանի, որ ուղղություն ցույց կտա թե ժողովրդին, թե իշխանություններին։ Խոսեցիք Հայոց տան մասին, Հայոց տուն համահայկական միավորումը հիմնադրվել է իր առջև նաև դնելով այս խնդիրը։ Խնդրում եմ ներկայացրեք, թե ո՞րն է միավորման երկարաժամկետ նպատակներն ու ծրագրերը։ Լավ նշեցիք, որովհետև կան միջնաժամկետ, կան շատ առաջնային խնդիրներ, նպատակներ եւ կան երկարաժամկետ։ Մենք մտածեցինք, որ Հայաստանը չի կարող լինել, ասենք, մեկ օրվա, մեկ ամսվա կամ մեկ տարվա համար, դա պետք է շատ երկար կյանք ունենա, ինչպես հայությունը ունի, այնպես էլ հայոց տունը պետք է լինի։ Եվ Հայաստան, ասենք, երկարատև ժամկետն է դա ժողովրդի ապաքինումը, դա պետականության ամրապնդումը, Հայաստան պատերը պետք է ամուր լինեն, բայց դրա համար շատ կարևոր է, որ հիմքը ամուր լինի։ Այսինքն մենք մեր արմատներից ոչ մի դեպքում չպետք է հրաժարվենք։ Մենք կարող ենք մեր արմատների հիման վրա
պատերը կառուցենք, նորացնենք, նորոգենք, ավելի ժամանակակից, մոդեռն տեսքով, բայց արմատներից եկող ուժը, այս խնդիրը մենք փորձում ենք Հայաստան միջոցով թե այսօրվա խնդիրներ, թե միջնաժամկետ, թե հեռավար խնդիրներ դնել եւ փորձել լուծել, բայց դրա մեխանիզմը լուծման դա միավորվելն է ուժերի, միավորվելն է մտավոր ուժերի, գեղարվեստի տարբեր տեսակի մասնագետներ, այստեղ մենակ գիտնականների մասին չի խոսքը գնում։ Բայց մենք ունենք այդ պոտենցիալը, հնարավոր է այդ ծրագրերն իրականացնել։ Իհարկե հնարավոր է, մենք շատ մեծ պոտենցիալ ունենք ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհասփյուռ հայության մեջ։ Մեր ամենամեծ, ասենք, սփյուռքը 2.5 միլիոն Ռուսաստանում է, 1.7 միլիոն Միացյալ Նահանգներում, 450,000 մենք ունենք Եվրոպայում, Ֆրանսիայում մոտավորապես, այսինքն եւ դրսում եւ ներսում բավականին շատ լուրջ ռեսուրս ունի ազգությունը։ Պարզավոր այդ ռեսուրսը, եթե չգործադրես, եթե նրան տեղ չտաս, անտեսես, փորձես տարալուծել, անջատել, հա, բանանել, բաժանել, չգիտեմ, սևերի, սպիտակների, անցյալի նորերի, դա կարող է փոշիանա, բայց բոլոր դեպքերում ազգի ներուժը միևնույնն է խորքից գալիս է։ Նա միևնույնն է վերականգնվելու է։ Մենք ուզում ենք այդ վերականգնումը ավելի արագ լինի, ավելի արդյունավետ լինի եւ չսպասենք 10 տարի դրա։ Նշեցիք, որ պետք է այդ ներուժը վերականգնել առանց բաժանելու այդ սև, սպիտակ եւ այլն, բայց այդ բաժանարար գծերը արդեն իսկ կան։ Արդյոք խնդրի ինչ-որ դժվարությունների չեք բախվում այդ ամենը համախմբելիս։ Անպայման, առանց դժվարությունների չի լինում։ Այդ համախմբելն էլ բարձում այնքան էլ հեշտ գործ չի։ Նույնիսկ այն մարդկանց շրջանում, որ ես նշում եմ, որոնք շահագրգիռ չեն իշխանության, չեն ձգտում կուսակցություն չի, ապա կուսակցական կառույցը ուղղակի միավորում է մտահոգ հայրենասեր մարդկանց միավորում է, բայց նույնիսկ իրենց մեջ էլ այդ միավորումը այնքան էլ հեշտ չի ստացվում, համենայն դեպս երբ որ նպատակը ընդհանուր է, երբ որ ճանապարհները կարող են տարբեր լինեն, դա խնդիր չի, բայց եթե նպատակը ընդհանուր է եւ միավորում է որպես կանոն հենց նպատակը, ամեն ինչ հաղթահարելի է, հնարավոր է։ Շատ շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ընտրեմ։ Հիշեցնեմ, ես զրուցում եմ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Գևորգ Պողոսյանի հետ։